Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախորդ տարվա ավարտից հետո եւ նաեւ ընթացքում եւ նաեւ դեպի տարեմուտ ժամանակագրորեն մենք արդեն բազմաթիվ առիթներ ունեցել ենք մեծ հաշվով բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու այն թեմաների մասին, որոնց վերաբերյալ ես հիմա զեկույց եմ ներկայացնելու եւ այնուամենայնիվ, քանի որ ձևաչափը ենթադրում է եւ կներեք, եթե որոշ բաներ կրկնություն որպես կհնչեն, ես ներկայացնեմ կառավարության ծրագրի 2025 թվականի ուրեմն կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, դե գլխավոր թեման տարվա իհարկե եւ հասկանալիորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է, հիշեք դեռևս մարտի կեսերին մենք հայտարարեցինք, մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք, որ մենք ավարտել ենք բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ եւ տեքստը այլևս համաձայնեցված է եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն հայտնեց անմիջապես մեկնարկել խորհրդակցությունները որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ժամանակը այնուհետեւ ընդամենը ամիսներ անց օգոստոսի 8-ին արդեն Սպիտակ տանը Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը եւ մասնակցությամբ եւ վկայությամբ Միացյալ Նահանգների նախագահի հանդես եկան համատեղ հայտարարությամբ մինչ այդ պահը մենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրեցինք համաձայնագիրը եւ արդեն երկրների ղեկավարների հայտարարությամբ ողջունվեց այդ նախաստորագրումը եւ հայտարարվեց խաղաղության հաստատման մասին եւ միաժամանակ կարեւոր եմ համարում ընդգծել սրան խաղաղության հաստատմանը զուգահեռ նաեւ համաձայնեցվեցին եւ հանրահռչակվեցին այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու եւ տեղի է ունենում արդեն կարող ենք ասել ապաշրջափակումը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ես ավելորդ չեմ համարում կրկնել այդ սկզբունքները երկու երկրների տվյալ դեպքում Հայաստանի մասին ենք խոսում Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության սահմանների անձեռնխելության շրջանակներում եւ իրավազորության շրջանակներում սա մեկ անգամ եւս երևի արժի ասել, այսինքն բոլոր են ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն, կվերագործարկվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, ենթակառուցվածքներ, որոնք կկապ հաստատեն Ադրբեջանի հետ, կմնան, կգործեն Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության շրջանակներում եւ ներքո, սա ինչի եմ այսպես ընդգծում, որովհետեւ միջ այսօր, բայց առավելևս մինչեւ այդ օգոստոսի 8-ի հռչակագիրը մեծ ծավալներով եւ էականորեն շահարկվում էր թեման զանազան դավադրա պաշտական թեզեր էին դրվում այս շահարկումների տակ եւ սևով սպիտակի վրա գրված է այն ինչ գրված է եւ այլևս տարբեր մեկնաբանությունների շատ տեղ չկա թեև նախանձելի համառությամբ որոշ մարդիկ շարունակում են միաժամանակ օգոստոսի 8-ին հայտարարվեց TRIP նախագծի մասին հետո արդեն ամիսներ անց ես այստեղ զուտ հաշվետու ժամանակաշրջանից ֆորմալ առումով դուրս կգամ որովհետև հունվարի 14-ին 2026 թվականի մենք Վաշինգտոնում եւս մի մեծ եւ էական քայլ կատարեցինք TRIP-ի մարմնականացման նյութականացման ուղղությամբ իրականացման շրջանակը համաձայնեցվեց եւ հանրահռչակվեց Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների ուրեմն կառավարությունների միջև եւ կողմից եւ ահա խոսելով էլի այս TRIP-ի մասին, քանի որ կրկին շարունակումներ անհրաժեշտ եմ համարում մի անգամ էլ ասել ինչի մասին է TRIP-ը ուրեմն TRIP-ը դա ներդրումային տրանսպորտային կամ փոխկապակցային մի մեծ նախագիծ է, որը մեծ հաշվով ունի 3 շերտ, այս նախագիծը, որը ներառելու է եւ երկաթուղային, եւ ենթադրաբար ապագայում ավտոմոբիլային ճանապարհային եւ նաեւ նավթագազամուղային, էլեկտրական մալուխների եւ այլ կապակցվածություն, ուրեմն սա մի մեծ տնտեսական նախագիծ է կապակցային կամ կապակցվածության, որը 3 հիմնական գործառույթ ունի, 3 շերտ ունի, կարելի ասել, առաջինը պատական հերթականությամբ եմ ասում, Հայաստանի կապը երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով եւ Հայաստանի կապը իր հետ, այսինքն Հայաստանի ենթադրաբար հյուսիսային ներպետական կապի համար Ադրբեջանի տարածքով, սա մի շերտ։ Երկրորդ շերտը
Ադրբեջանի կապը երրորդ երկրների հետ, Ադրբեջանի կապը իր հետ։ Օրինակ հիմնական մասը Ադրբեջանի եւ Նախիջևանը, հա։ Եվ երրորդ շերտը, երրորդ երկրների կապը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրների հետ։ Օրինակ Ղազախստան, չգիտեմ, Պորտուգալիա կապը կամ Ղազախստան-Թուրքիա կապը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով։ Այս պահին էլի նաեւ հասկանալով հետաքրքրությունը ասեմ, որ բանակցությունները շարունակվում են, ենթադրաբար եղավ օգոստոսի 8-ի սկզբունքների հանրահռչակումը, եղավ հունվարի 14-ի 2026 թվականի ուրեմն իրականացման շրջանակը եւ ավելի մանրամասները կան եւ ենթադրաբար հիմա սրանք կհաջորդի նաեւ Հայաստան-ԱՄՆ միջպետական, միջկառավարական համաձայնագիրը, որտեղ արդեն իրավական հիմք, որով կհիմնադրվի մեծ հաշվով թրիփը եւ բոլոր մնացած մանրամասները կհստակեցվեն։ Հաշվետվու շրջանում 2025 թվականին քանի քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունները եւ խաղաղության հաստատումը եւ հետագա ուրեմն հաշտեցման գործընթացը հասարակությունների միջև տեղի են ունեցել բարձրաստիճան շփումներ բնականաբար վարչապետը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է 4 անգամ Տիրանա, Աբու Դաբի, չինական ուրեմն Թիենցին քաղաքը, այնուհետև Կոպենհագեն։ Ես ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել եմ 2 անգամ Անտալիա եւ հետո Նյու Յորք։ Մի հետաքրքիր բան եմ ուզում, նաև իհարկե կարևոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումները եւ փոխայցերը, սահմանազատման հանձնաժողովների միջև շարունակական աշխատանքը, բայց էլի շոշափելի վկայություն նրա, որ խաղաղությունը, որի մասին խոսում ենք, դա մի հերրու գաղափար չի, այն կա գոյություն ունի եւ մենք շոշափելի է բավականին, դա բազմից ասել ենք եւ կրակոցների եւ զոհերի ուրեմն բացակայությունն է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանին եւ հիմա արդեն անմիջապես օգոստոսի 8-ից հետո հիշում եք Ադրբեջանը բացեց իր տարածքը դեպի Հայաստան բեռների համար Ղազախստանից եւ Ռուսաստանից եղան ներմուծումներ եւ հիմա հակառակ ուղղությամբ էլ կլինի Հայաստանը հայտարարեց իր տարածքը եւս բացել եւ կարող են տարանցումները տեղի ունենալ եւ ավելին սկսվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ուղղակի երկկողմ առևտուր հայկական ընկերությունները ադրբեջանական ընկերություններից նավթամթերք են առնում գնում են եւ այսօր երկու երկրները քննարկում են նաեւ այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության եւ նաեւ մի կողմից վկայություն է ուրեմն խաղաղության, մյուս կողմից իր հերթին գալիս է ուրեմն հակադարձ բանով ազդեցությամբ ամրապնդել այդ խաղաղությունը։ Բայց մեկը որքան էլ որ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության, տարանցիկ ուրեմն փոխադրումների մասին, մշտապես հարց կա եւ այդ հարցը հնչում է շարունակաբար, որոնք են երաշխիքները, որոնք պետք է ուրեմն երաշխավորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Այս հարցը ես անհրաժեշտ եմ համարում շարունակաբար հասցեագրել, խոսել։ Մեծ հաշվով մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, գործող խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը կամ երաշխավորների խումբը։ Հարգելի լրագրողներ, 4 պատգամավոր են ներկա եւ ես զեկուցում եմ հանդես գալիս եւ խոսակցությունն ամեն դեպքում կողքից շեղում է, ես ուրախ եմ որ դուք իրար տեսել եք եւ փոխանակելու տեղեկատվություն եք, բայց մի քիչ խնդրում եմ համբերել։ Եվ ահա երբ այս հարցը մշտապես առաջանում է, որոնք են երաշխիքը կամ որոնք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը, ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել եւ չեն գործել եւ հաճախ հետաքրքրաբար կան խաղաղություններ, այսպես ասած շակերտար, որոնք չեն գործել եւ խախտողներ եղել են երաշխավորները։ Ի վերջո եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետամուտ, իրենց շահերին են հետամուտ լինում եւ դրանք ինչ որ ժամանակի
ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը, եւ հիմա մեր դեպքում ի վերջո որն է, երբ որ թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ եւ այնքանով, որքանով այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն, եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։